Տիկին Աղաջանյան, ինչպես նախընտրական շրջանում դրանից առաջ, նաև ընտրություններից հետո մենք տեսնում ենք քաղաքական հետապնդումներ, կալանավորումներ, մեղադրանքներ, սպասելի էր այս ամենը ձեզ համար եւ դա ինչի մասին է վկայում, իշխանությունը ինչ-որ վախեր ունի, դրանով ինչ-որ բան է ուզում ապացուցել, ըստ ձեզ որն է այս ամենի պատճառը։ Նախ կուզեմ նշել, որ մենք դեռևս 18 թվականից ենք տեսել այս ձեռագիրը իշխանությունների կողմից, իհարկե դա ժամանակին փաթեթավորվում էր հանրային աջակցության թեզով, հիշենք նույն Մանվել Գրիգորյանի ակնառու դեպքը, հետո նույն Արմեն Գրիգորյանի մեր ռեժիսորի, որը մահացավ դատարանում, եւ բազում արանքում մենք բազում դեպքեր ունենք, ել չեմ ասում երկրորդ նախագահի հանդեպ քրեական հետապնդման փաստացիորեն շինծու եւ իրավական հիմքեր չունեցող գործը, որը նաև հենց սահմանադրական դատարանի որոշմամբ դա ամրագրվեց։ Մենք հասկանանք մի բան, այս իշխանությունները բերվել են գլոբալ կենտրոնների կողմից, խոսքս արևմտյան գլոբալ կենտրոնների մասին է, եւ այդ կենտրոնների ծրագրի իրականացման նիզակ կամ գործիք այս տարածաշրջանում ընտրված են Թուրքիան ու Ադրբեջանը, իրենց պահանջները մեզանով բավարարելու նպատակով։ Եվ այդ հանձնառությունները այս իշխանությունները հատկապես իշխանության գլխին բազմած անձնավորությունը ունեն, որից խուսափել իրենք չեն կարող։ Եվ այդ հանձնառությունների կատարման նպատակով էր իրենց պետք այսպես ասած սահմանադրական մեծամասնությունը, որ իրենք ազգային ժողովի միջոցով սահուն անցկացնեն այն փոփոխությունները, որը կհանգեցնի երրորդ հանրապետություն կոչվածի ոչնչացմանը, նրա գաղափարային, բովանդակային եւ փաստական արկա սահմանային վիճակով եւ դրա փոխարեն ինչ-որ մի ամորֆ չորրորդ հանրապետության ստեղծմանը, որը կբավարարի այսպես ամանում կա, անունը կա, ամանումը չկա սկզբունքից ելնելով, այսինքն ոչ մեկի ոչ մի բանին եւ ինքը ինչպես այս իշխանության ղեկին նստածն է անցնում, լավ ուտելու, լավ խմելու եւ համապատասխան գործողություններ անելով միայն զբաղված բնակչություն կունենա։ Այստեղ մենք չենք խոսում հայ ժողովրդի մասին, այստեղ խոսում ենք իրենց կողմից նետված քաղաքացի տերմինի մասին, որի ներքո ցանկացած պատկանելության անձնավորություն կարող է լինել եւ որի ուղղությամբ թե իրենց Սփյուռքի հանձնակատարը ժամանակին ըստ հրամեցեք էր անում տարբեր երկրներից մարդկանց, թե մենք գիտենք արևմտյան երկրների իրենց միգրացիոն քաղաքականության արդյունքում ձգտում են այստեղ ուղարկել իրենց մոտից արտաքսված անձանց եւ պատահական չէ, որ մենք այսօր տեղեկություն չունենք այդ երկրներից այստեղ եկող արտաքսված անձանց եւ դրանց քանակների վերաբերյալ ու դրանց էթնիկ կազմի վերաբերյալ։ Այս իշխանությունները, ինչպես ասացի, ունեին հանձնարարություն եւ այդ հանձնարարությունը կատարելու համար իրենք նախ ստեղծել էին վախի մթնոլորտ եւ այդ սպառնալիքների ու վարչական ռեսուրսի կիրառմամբ ահաբեկման մեխանիզմներով մի կողմից, մյուս կողմից պետական կաշառքի միջոցով, թե իրենց այդ հազարավոր դոլարների հասնող պարգևավճարները դրամական արտացոլմամբ, թե նախընտրական շրջանում հանրային տրամադրությունների փոփոխման ուղղված տարբեր որոշումների կայացումը, ինչպես ասենք թոշակառուների, թոշակների բարձրացումը, տարբեր մանկապարտեզների եւ այլ հաստատությունների աշխատողների աշխատավարձերի բարձրացումը, զինվորականների որոշ մասի այսպես մենք կարող ենք շարքը շարունակել, բայց իրենք իրենց արդյունքին չհասան, այդ ժողովրդի մեծամասնությունը գիտակցում է, որ սա գոյաբանական խնդիր է եւ հիմա իրենց այդ հանձնառությունը կատարելու համար խնդիր ունեն չեզոքացնելու ընդդիմադիր դաշտը, որովհետեւ թե սահմանադրության փոփոխությունը, որը ինչպես նշեցի մեր պետությունը կվերածի ինչ-որ ամորֆ մի բանի անհասկանալի սահմանագծերով եւ իր վերջի խոսույթներն այլ ցույց են տալիս, որ իրենց շտապեցնում են այդ հանձնումները կատարել, թե այդ հանձնումների առումով հանրային ընդվզումը կասեցնելու եւ դրա կազմակերպման ունակություն ունեցող մարդկանց չեզոքացնելու առումով իրենք գործողություններ են իրականացնում եւ պատահական չի, որ մենք տեսնում ենք այսպես համընդհանուր ղեկավար անձանց եւ նրանց երկրորդ էշելոնի անձանց փակում տարբեր պատրվակներով եւ տարբեր հոդվածներով, որոնց մի մասը ինչպես մենք տեղեկացանք նաեւ պարոն Ծառուկյանի փաստաբանից, բացարձակապես հակառակ ուղղությամբ պիտի աշխատեր եւ ոչ թե պարոն Ծառուկյանի դեմ։ Սա պատահական չի, սա իրենց ժամանակ աշխատում, իրենց վրա ժամկետ է դրված եւ այդ ժամկետը կապ ունի թե հակաիրանական գործողությունների, թե հակառուսական գործողությունների հետ եւ այդ ժամանակի ընթացքում իրենք պիտի տեղավորվեն եւ իրենք հիմա փորձում են այդ հանրային դաշտը
մի կողմից վախի, հետապնդումների, մյուս կողմից իրենց, այսպես ասած, տարբեր թեզեր նետելով հանրային մտածելակերպը փոխելուն ուղղված գործողություններով պարարտ վիճակ ստեղծել, որ կարողանան այդ որոշումները եւ այդ ուրեմն հանձնումները իրականացնել։ Եթե այդ ժամկետում չկարողանան կատարել այն պահանջները, որը հենց գլոբալ կենտրոններից է գալի, ինչ կարելի է սպասել այդ դեպքում։ Դե տեսեք, մենք արդեն այսքան ժամանակ կարողացել ենք շատ հաճախ ընդդիմությունը չգիտակցելով կարողացել է որոշակիորեն կանխել այդ հանձնումների շղթան, այլապես մենք արդեն այս հանրապետությունը չենք ունենա դեռևս 20 թվականի պատերազմից հետո, երբ որ արագացված տեմպերով կհիշեք իրենք հետ էին քաշում մեր զորքերը այն տարածքներից, որոնք պիտի փաստացի մնային եւ ել չեմ ասում հայապատկան, հայաստանապատկան տարածքներն էին արագ-արագ հանձնում մեր թշնամիներին եւ որոշումներ կայացնում եւ այս պարագայում մենք տեսել ենք թե 21-ի, թե 22-ի, թե 23-ի, թե Կիրանցի 24-ի դեպքերի եւ անգամ 25-ի եկեղեցու դեմ գործողությունների արդյունքում իրենց ծրագրերի դանդաղեցում եւ կասեցում, որտեվ այլ պարագայում թե անկլավներ կոչվածը, որը իրավական որևէ հիմք չունի, որտեվ դրանք երբևէ Ադրբեջանին չեն պատկանել, դրանց հանձնումներ, թե մեր պետության սնուցման աղբյուրներ ընդհանրապես կտրելներ, թե Հայաստանը իր մշտական տնտեսական գործընկերներ եւ շուկայից կտրելներ հակառուսականության ֆոնին, թե ինչպես նույն ամերիկացի դիվանագետներ խոստացել Հայաստանում մի քանի տարի ճգնաժամ եւ ցուրտ ծմերների իրականացումներ, որին ակտիվորեն այս իշխանությունները լծված են, մենք տեսնում ենք այդ գործողությունների իրականացումը։ Այսինքն այդ ընդվզումը եւ դիմադրությունը խոչընդոտել է այդ ծրագրերի իրականացմանը մի կողմից, մյուս կողմից ժամանակի ընթացքում մենք տեսնում ենք արևմտյան փարիսեցիության եւ իրենց իրական դեմքի ամբողջական բացահայտումը եւ այն թեզերը, որոնք մեզ կերակրում էին տասնամյակներ շարունակ մարդու իրավունքներ, ազատություններ, ժողովրդավարություն, դրանց սին լինելը եւ իրենց իսկ կողմից ամենօրյա ռեժիմով ոտնահարումները, այսինքն մենք մի կողմից տեսնում ենք, որ մենք կարող ենք չնայած այս, ինչպես ասեմ, ոչ շատ կտրուկ դիմադրությանի նկատի ունեն բռնի ինչ-որ գործողությունների, որը շատ լավ է, որովհետև դա օգնում է նաև հանրային մտածելակերպը զտել այդ տասնամյակներով ներմուծված փոշուց եւ աղբից, մյուս կողմից մենք տեսնում ենք արևմտյան իրական ծրագրերի եւ նրանց դիմակների ուրեմն դեննետումը, ծրագրերի բացահայտումը եւ դիմակների դեննետումը, որը օգնում է հանրությանը եւս հասկանալ եւ արդեն կենտրոնանալ սեփական ուժերի վրա եւ սեփական նկրտումների, ձգտումների եւ այն հասարակության պատկերացման վրա, որը միշտ առաջնորդել է մեր ժողովրդին։